ես այստեղ գալուց մտածում էի, որ ցավոք սրտի մեր վերջերս բոլորի խոսելը նման է ավելի շուտ ձայն բարբարո անապատի, որովհետև չնայած որ այո ազգի ճնշող մեծամասնությունը այլևս ընդհանրապես կասկած չունի հարցում, որ Նիկոլը չարիք է, այնուամենայնիվ ցավոք սրտի ճնշող մեծամասնությունը հուսահատված եւ հանձնված է։ Ես սակայն ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր որ զայրույթ ունեն ու թեպետ չգիտեն թե ինչպես պայքարել, բայց պատրաստ են պայքարի, պետք չէ հուսահատվել։ Պետք չէ հանձնվել, որովհետև միգուցե այո, միգուցե ցավոք սրտի ներկան այնքան էլ մեր կողմից չէ, սակայն ամբողջ անցյալը եւ ամբողջ ապագան մեր հետ է, մեր կողմից, եւ դրա համար մենք չենք դադարում պայքարել, որովհետեւ գիտեք, ես հասկանում եմ, որ ճնշող մեծամասնությունը պայքարում են Նիկոլի դեմ, որովհետև Նիկոլը բարձրացրել է հարկերը, որովհետև Նիկոլը բերել է այնքան ծանր տնտեսական վիճակի, որ գները բարձրացել են այնքան, որ եւ ոչ մեկ արդեն չի կարողանում նորմալ ապրել, դեմ են Նիկոլին, որովհետև ապօրին իմիգրանտները լցվել են Հայաստան, որովհետև շինարարությունները անում են այնքան, որ արդեն ընդհանրապես պարզ չէ ովքեր են ապրելու այդ շենքերում եւ օդ չմնաց շնչելու եւ այդպես շարունակ, ես չէ, ինձ համար դա ամբողջը մանր է։ Ես ընդունում եմ, որ այդ ամբողջը չարիքի արտահայտումներն են, բայց ինձ համար այդ ամբողջը մանր է, ես շատ ավելի մեծ բաների համար եմ պայքարում։ Իհարկե, երբեմն ես էլ եմ իմանում լուրեր, չնայած որ հիմնականում խուսափում եմ ընդհանրապես լուրերի ընթերցումից, որովհետև ինձ համար մանր ապացույցներ Նիկոլի չարիքի այլևս պետք չեն։ Ես գիտեմ Նիկոլի առանցքային չարիքը, սակայն այսօր ես իմացա, որ մեր սիրելի Պուշկինի անվան դպրոցի հանդեպ եւս ոտնձգություններ են անում եւ ես որպես լավագույն շրջանավարտներից մեկը ժամանակի, որպես ծնող, որի երեխան եւս սովորում է այդ դպրոցում, ձեզ ասում եմ, ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մեր դպրոցից, որովհետեւ Պուշկինի դպրոցը այն հիմնական դպրոցներից էր, որը պահում է մինչեւ հիմա գոնե մասամբ դեռ սովետական կրթության սկզբունքները եւ Նիկոլ Պուշկինի դպրոցը սովորեցնում էր մարդկանց այն ժամանակ, երբ որ քեզ տիրող պետությունը դեռ պարսկերենից նոր փորձում էր կիրիլիցայի անցնել եւ այդ ռուբլու վրա բիրմանատ ռուսական տառերով գրում էր։ Այն ժամանակ, երբ որ դու դեռ նոր երեխա էիր, Պուշկինի դպրոցը արդեն առնվազն 3 սերունդ տվել էր։ Եվ բազում շրջանավարտներ Պուշկինի դպրոցի արարում էին Հայաստանը այն ժամանակ, երբ որ դու նոր սովորում էր խոզ կտրել եւ եթերում ցույց էիր տալիս, թե ինչպես ես դու այդ խոզը կտրում։ Սա է, եւ դրա համար ձեր ձեռքերը հեռու պահեք մեր դպրոցից ու չհամարձակվեք ձեր մատնահարդարներին, հաչե դուք հայերեն չգիտեք եւ դրա համար ավելի կիրառում եք մանիկյուրշի ծանր բառեր, չհամարձակվեք նման մարդկանց բերել հանկարծ մեր դպրոց նշանակել։ Սա այսպիսի մի տար ընդհանուր պայքարի ես վերադառնում եմ սակայն ասելուն, որ ընդհանուր առմամբ ես պայքարում եմ շատ ավելի խորքային տարրերի համար։ Ես պայքարում եմ Նիկոլի դեմ, որովհետև ինքը ամբողջ չարիքի մարմնավորում է։ Ցավոք սրտի մենք պետք է ընկալենք, որ այս ամբողջ չարիքների արտահայտումը հենց այն պատճառով է, որ Նիկոլը ինքնին չարիք է։ Ինքը դավաճան է եւ չնայած որ այսօր արդեն ցավոք սրտի ակտուալ չէ ասել որ ինքը դավաճան է, ինձ համար իր հիմնական հանցագործությունը հենց դավաճանությունն է։ Այլ հարցերը շատ ավելի մանր են ինձ համար, քան սա։ Եվ գիտեք, երբ որ մտածում ես, ինչի համար մենք պայքարում ենք ընդդեմ ազգի կործանման, ոչ թե զուտ ընդդեմ Նիկոլի, դա տար է միայն, այլ ընդդեմ ազգի կործանման եւ հանուն այն արժեքների, որոնց մենք դավանում ենք, ի հեճուկս Նիկոլի նման դավաճանների, ի հեճուկս այն ամբողջ չարիքի, որ ցավոք սրտի այո տարածվում է այսօր։ Եվ երբ որ նայում ես ինչ է ընդհանրապես կատարվում Հայաստանում, ինքը հանձնել է եւ դավաճանել է մեր տարածքները, դավաճանել է մեր սրբությունները եւ Նիկոլի պատճառով թշնամին այսօր կարողանում է խեղաթյուրել պատմությունը։ Ինքը մերժում է մեր արժեքները եւ դրա համար թշնամին կարողանում է յուրացնել մեր արժեքները։ Այդ ամբողջի համար ենք հենց մենք պայքարում, որ կանգնեցնենք այդ ամբողջ չարիքը։ Եվ երբ որ ընդհանուր առմամբ ես նայում եմ, ես հասկանում որ ամեն օր մենք իրականում ենթակախոցելի ենք այսօր աննկարագրելի եւ ցանկացած օր կարող է ընդհանրապես Ադրբեջանը հարձակվել արդեն մեր հայրենիքից մնացած այս փոքր կտորի վրա,
Հայաստանի Հանրապետության։ Սա մենք պիտի ընկալենք, եւ դրա համար գիտեք ինչ էլ որ մենք ասենք, ինչպես էլ որ մենք պայքարենք, առաջին հերթին մենք պետք է ձերբազատվենք դավաճանից։ Սա մեր ամենաառաջին պահանջն է։ Եվ երբ որ ես մտածում եմ, ինչու դավաճանից պետք է ձերբազատվել, որովհետև դավաճանությունը ցավոք սրտի շատ ավելի շատ է։ Ցավոք սրտի մենք գործ ունենք շատ ավելի մեծացած դավաճանության հետ, եւ դրա համար մենք վերջերս ասում ենք, որ Նիկոլը պարզապես դավաճան չէ, ինքը գաղափարական դավաճան է։ Եվ ցավոք սրտի ինքը ունի որոշակի հետևորդներ։ Ու երբ որ մտածում ես ինչ է դավաճանությունը, ես թվարկեմ, օրինակ երբ որ մարդկանց զգալի մաս, ցավոք սրտի զգալի մաս ասում են դե լավ, Արցախը հանձնեցինք, ոչինչ, Արցախը հայկական տարածք էր դեռ այն ժամանակ, երբ որ մյուսները լեզու անգամ չունեին, ոչ թե թուրքերը, իրենք իսպար գոյություն չունեին ամբողջ մոլորակի երեսին, այլ մյուս ազգերը լեզու անգամ չունեին, երբ որ Ստրաբոնը գրում էր Արցախի մասին որպես Հայաստանի նահանգներից մեկի։ Արցախցիների մասին սկսում են վատ բաներ ասել, Հայաստանը շատ մեծ է, հին Հայաստանը մեծագույն եւ հայերը տարբեր են տարբեր տարածքներում, բայց գիտեք, ի տարբերություն Երևանի բնակիչների ճնշող մեծամասնությանը, իմ ընտանիքը 100 տարուց ավել ապրում է Երևանում, 100 տարուց ավել, այսինքն ես բնիկ երևանցի եմ ի տարբերություն ճնշող մեծամասնության, բայց ինձ համար Մշո Սուրբ Կարապետի, Քարվաճարի Գանձասարը, ինձ համար Մարց գյուղի եկեղեցիները, Ոսկեպարի եկեղեցիները եւ այլն նույնն են, իմն են, իմ տարածքներն են, իմ մշտապես, անկախ դրանից, թե ինչ դավաճաններ հայտնվում են եւ հանձնում են մեր հողերը։ Եվ ես տարբերակում չեմ դնում, հայ ենք բոլորս, ու ես չեմ ասում ով որտեղից է։ Սա դավաճանությունից մեկն է։ Դավաճանությունը նաեւ, երբ որ ոմանք դուրս են գալիս ցեղասպանության այդ Եղեռնի հուշարձանի մոտ մեկ էլ ասում են եկեք ասենք, որ այստեղ թուրքեր էին ապրում։ Տկարամիտներ, այստեղ 18-րդ դարի կողմերում այո, ներխուժել են թուրքերը եւ բնակվել են ջարդելով հայկական գերեզմանները, ջարդելով հայոց եկեղեցիները, բայց մինչ այդ հազարավոր տարիներ այստեղ ապրել են հայեր, ապրում են հիմա հայեր եւ կապրեն հայեր։ Տկարամիտներ, դուք ում եք ծառայում ընդհանրապես։ Եվ երրորդ տեսակի դավաճանությունը դա հիմա, երբ որ փորձում են համարձակվում են հրաժարվել անկախության հռչակագրից։ Գիտեք, երբ որ մտածում եմ անկախության հռչակագրի մասին, հիշեցի մի հատ կինո կար, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի մասին։ Այս սա է վերաբերմունքը, ճիշտ վերաբերմունքը անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագիրն է, որ ամբողջ կապն է, որ տանում է անցյալից դեպի ապագա, որ ցույց է տալիս, թե մենք ինչպիսի ռազմավարություն ունենք կամ պետք է ունենանք եւ այդպես շարունակ։ Առանց անկախության հռչակագրի սահմանադրությունը դառնում է զոտ, դատարկ փաստաթուղթ, սովորական օրենքների շարան, սովորական ինչպես ամբողջ երկրների։ Անկախության հռչակագիրն է, որ մեր դեմքն է։ Առանց դրա մենք դառնում ենք թույլ, իսկ աշխարհը թույլերին չի ընդունում։ Այս աշխարհին այլևս ամբողջ աշխարհը լուրջ փոփոխությունների մեջ է հիմա։ Աշխարհին պետք չեն թույլեր։ Եթե մենք դառնանք անդեմ, մենք ոչնչանալու ենք եւ այլ տարբերակ մենք չենք ունենա։ Սա այսպես ու երբ որ այդպես ըստ այդմ մտածում եմ, ինչպես է պետք պայքարել, ես հասկանում եմ մենք անհապաղ պիտի հաղթենք Նիկոլին, ընդ որում մենք պիտի պայքարենք ոչ միայն մեր անունից, այլ նաև մեր ապագա երեխաների, մեր դեռ չծնված թոռների ու նաև մեր ցեղասպանված պապերի անունից, մինչև մեր բոլոր նախնիներ, մինչև լուսապաշտ Հայկ Նահապետ, այդպես է պետք պայքարել ու այլընտրանք մենք չունենք։ Ու երբ որ այդպես փորձում եմ մտածում եմ, վաղը մենք տոնում ենք մայիսի 9, 80-ամյակը հայրենական մեծ պատերազմի, մարդկանց ճնշող մեծամասնությունը այսօր ասում են, որ Ռուսաստանը ցավոք սրտի մեզ դավաճանել եւ այդպես շարունակ։ Մեր իշխանության գլխին կանգնած է գլխավոր դավաճանը, ու մենք մինչև հիմա այդ դավաճանին համբերում ենք։ Դուք ինչ մյուս երկրների մասին եք խոսում։ Մեր առաջնային հարցը հենց ձերբազատվել Նիկոլից, բայց մի քանի օր առաջ մենք մի սիրուն միջոցառման էինք ու ռազմական հին ռուսական երգեր էին երգում հայրենական մեծ պատերազմի, ու ես մտածում էի, որ
1945 թվականի մայիսի 9-ին 89-րդ դիվիզիան մտնում է հաղթական Բերլին եւ Ռեյխստագի վրա ապարում է ավանդական հայկական հաղթական կոչարին։ Ու ես մտածում եմ 80 տարի անց ուր են հերոսները։ Ու այսօր մայիս 8-ը դեռ 5 տարի առաջ մենք տոնում էինք Շուշիի ազատագրումը։ Որտեղ են այդ հերոսները։ Ինչու չեն պայքարում այդ բոլոր մարդիկ։ Ինչու չեն պայքարում մարդիկ, ովքեր բերում են Կրպեյանի հուշարձանը, դնում են համալսարանում եւ պաշտում են բոլոր հերոսներին։ Որտեղ են այդ մյուս հերոսները։ Որտեղ են այդ բոլոր մարդիկ, ովքեր մինչև հիմա երգում են իրենց հիշատակը։ Ինչու մենք չենք պայքարում։ Սա հիմնարար հարց է։ Ինձ համար այս հարցը շատ ավելի ծանր է, քան Նիկոլին դատելը։ Ու այնուամենայնիվ, նորից եւ նորից, ես կոչ եմ անում բոլորին անհապաղ պայքարել։ Եվ ավելին, մեզ սպասում են ցավոք սրտի ճակատամարտեր, բայց մեր ճակատամարտի առաջնագիծը Երևանի Հանրապետության հրապարակն է։